Պարոն Հակոբյան, մենք հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովում ենք, ինչ եմ դա շեշտում, որովհետեւ ահա որ շատ նույնիսկ ոլորտի մարդիկ շփոթում են ՀՌՀ-ն հանրային հեռարձակող խորհրդի ՀՀԽ-ի հետ։ Ձեզ մոտ շատ է դա լինում գործի բերում։ Նույնիսկ ասեմ ձեզ, ՀՌՀ-ն նույնիսկ շփոթում են հայ-ռուսական համալսարանի հետ սլավոնական։ Դե հապավումը նույնն է։ Իսկ դրա հետ կապված նաեւ աշխատանքային ինչ որ շփոթմունքներ են լինում։ Շատ ժամանակ նամակներ են գալիս, փոխանագնան սլավոնական գալիս են, որտեղ հապավումն են օգտագործում։ Այո, դուք այստեղ եք, մեր համեստ հիմնարկում եւ այդ շփոթմունքը պայմանավորված է նրանով, որ առաջինը մենք հին կառույց չենք, ստեղծվել ենք 2001 թվականին։ Այս կառույցը որևէ ավանդույթ չունեցել, այսինքն որևէ կառույցի ժառանգորդ չի եղել։ Հայաստանում այդպիսի կառույցներ գրեթե չկան, որովհետեւ նախարարություններ եղել են անկախ իրանց անվանումներից, տարբեր գերատեսչություններ, վերահսկող մարմիններ, կենտրոնական բանկ, նույնիսկ կենտրոնական ընտրական հանձնաժողով սովետական միության ժամանակ, որը գրեթե գործառույթ չուներ, եւ միայն այսպիսի կարգավորման մարմիններ եւ եւս մի քանի, որոնք ավանդույթներ չունեն, որոնք նոր են, որոնք դեռ անսովոր են, եւ դա է պատճառը, որ շատ ժամանակ կամ շփոթում են մեր լիազորությունները այլ մարմինների լիազորությունների հետ կամ ընդհանրապես չգիտեն ինչ է։ Բայց ավարտեմ շատ կարճ, որովհետև դա մասնագիտական հարց է, հետաքրքիր չի, ասում են դուք ինչ եք անում։ Մենք կարգավորող մարմին ենք եւ քանի որ ես սիրում եմ համեմատություններով փորձել ինչ-որ բան բացատրել, այլ ձև շատ երկար է եւ դժվար, պատկերացրեք քաղաք Երևան, որը բավականին ծանրաբեռնված երթևեկություն ունի, պատկերացրեք այդ մեծ քաղաքը, արդեն մեգապոլիսը, առանց լուսավորների, առանց գծանշումների, առանց պետավտոտեսչության աշխատակիցների, առանց որևէ կարգավորման եւ պատկերացրեք ինչ կլիներ։ Պատկերացրեցիք։ Կամ պատկերացրեք բանկային համակարգը, որտեղ գործում են տասնյակ բանկեր, կոմերցիոն, եւ որոնք ամենայն հարգանքով ամենակարևոր խնդիրը իրանց շահույթ ստանալն է, հա, եւ դրանով ծառայություն մատուցելով շահույթ ստանալը, նրանք չվերահսկվեն կենտրոնական բանկի կողմից։ Ամեն շաբաթ մի հատ բան կտրակի։ Նույնը այս հանձնաժողովը մեդիա ոլորտում է։ Այսինքն նա կարգում է իրենց գործունեությունը առաջին հերթին, որպեսզի ապահովի իրենց անկախությունը, ազատությունը, եւ երկրորդը, որպեսզի ստուգի իրենց գործունեության համապատասխանությունը օրենքին։ Շատ կարճ սա է, բայց քանի որ տեխնիկական հեղափոխությունը շատ արագ է, հա, գրավում տարբեր ոլորտները, ապա այսօր, հատկապես Հայաստանում, մեր հանձնաժողովի կարգավորման տակ մնացել է տեսլասողական մեդիայի շատ փոքր մասը։ Դա միայն հեռուստատեսությունն է, հանրային մուլտիպլեքսում, ռադիոներն են, կաբելային օպերատորներն են ցանցային, որի միջոցով մենք նայում ենք, հա, տարբեր ծրագրեր, դիստրիբյուտորներն են, այնինչ այդպիսի ծառայություններ մատուցում են ամենուր։ Համացանցում, հա, տարբեր վլոգերներ, այսինքն բոլոր այն հարթակները, որտեղ կա շարժվող պատկեր, այսպես ասեմ, եւ եթե դուք նկատել եք, առանց կարգավորման այդպիսի հարթակներն են, որ տարածում են ատելության։ Բայց դուք դա չեք կարող հսկել, օրինակ YouTube-ը, Facebook-ը, որովհետեւ չեն կարողանում, դուք սոցիալական ցանցերն եք ասում, մենք չենք կարող նույնիսկ հսկենք այն կայքերը, այն հերոստանման հարթակները, որոնք բանում շատ են ու TV-ել կոչվում են, չէ՞։ Այս TV, այն TV անունների չտամ, եւ դա է պատճառը, որ Հայաստանում շատ ժամանակ այդ տիպի նեգատիվ, հա, չկարգավորվող տեղեկատվական հոսքերը ազդում են մեր ամբողջ վարմունքի վրա, մեր ինքնության վրա, եւ մենք հույս ունենք, որ մեր վերջի նաեւ էլի տագնապային ելույթները կամ մեր դիմումները ազգային ժողով եւ կառավարություն կտան իրենց պտուղները եւ շուտով դաշտը ավելի հանգամանալից կկարգավորվի, ոչ թե կգրաքնվի, դա շատ կարեւոր է, եւ մենք ավելի հանգիստ կշնչենք հաշվի առնելով նաեւ վերջերս շատ է, չէ՞, խոսում մոդայական, նաեւ այն հիբրիդային պատերազմները տեղեկատվական, որոնք վարվում են Հայաստանի վերաբերյալ։ Այդ գործունեության թե տեխնիկական, թե բովանդակային մասից կխոսենք, կարծեմ, հույս ունեմ նաև կտեսնենք։ Իհարկե, նաև կտեսնենք ինչպես է դա լինում, այո։ Բայց ձեր աշխատասենյակում ենք մի քանի բան միանգամից աչք է ծակում, առաջերտին որ մտնում ես սև ու սպիտակ մի քանի լուսանկարներ պատերին, ինչ լուսանկարն են, ձեր անձնականն են։ Բոլորն են սև ու սպիտակ։ Ես գունավոր նկար չեմ սիրում։ Ֆոտոն դի սև սպիտակ լինի։ Ինչու՞։ Որովհետև ֆոտոն դի լինի սև սպիտակ։
տեխնիկական ինքը էլի հեղափոխությունը բերեց նրան, որ այդ պատկերը, դարձավ գունավոր։ Բայց իսկական ֆոտոն, որի նայում ես, որ զգում ես այդտեղ վիթխարի աշխատանք կա, աչք կա, դա սև սպիտակն է, որտեղ գույնի մեջ, այս վերջին Photoshop-երի բանի ժամանակ ամեն ինչ կարելի է ստանալ ոչինչից։ Այն շատ, ինչ ասեմ, կանայք պատկեր են չեք գցում, որը չի համապատասխանում ոչ իրանց էությանը, ոչ արտաքինին։ Որ սև սպիտակ գցեն։ Սև սպիտակը այդ հնարավորությունները գրեթե չունի, այսինքն սև սպիտակը արդեն լավ է, բայց այո, մի մասը դա հեռուստատեսային սկիզբն է, հեռուստատեսության որպես կոմունիկացիայի միջոցի 30-ական թվականներն են, ընդհանրապես ես 9-ն եմ սիրում, Արարատ սարն է, 54 թվականի պատկեր է սա, եւ այն ժամանակ վաճառում էր խանութներում 2 ռուբլի 70 կոպեկով, այս ամբողջ ոչ մի բան փոխած չի, նույնիսկ շրջանակը, մեր Հայաստանի Հանրապետության առաջին կառավարության շենքներ, մեր պատմական Արցախի հետ քարտեզն է, Հրանտ Մաթևոսյանն է, էլի, եւ այդտեղ ենթատեքստը ձեր հասկացա, սև սպիտակ եւ նաեւ պատմական Հայաստանի ինչ որ բանն է տալի, պատկերը, այո, այդպես է։ Իսկ ինչ եք որոշել այսպես։ Ես գիտեք ինչ, ասեմ ձեզ, ինստինկտիան է ստացվել դա։ Սա իմ կյանքն է, իմ անցյալն է, իմ պայքարն է, իմ ինքնության խորհրդանիշներն են, բայց ես հասկանում եմ, որ դրանք արդիականացման բավականին մեծ կարիք ունեն եւ հասկանում եմ նաեւ իրական Հայաստանի այս կոչը կամ այս հրավերը բանավիճելու, բայց ես կարծում եմ, հասկանում եմ նաեւ այն սանդրակները, որով դա փորձում է արվել, որովհետեւ իսկապես մենք շատ ավանդապաշտ ժողովուրդ ենք, որը շատ ժամանակ մեր դեմ է աշխատում, բայց ես այնուամենայնիվ միշտ կարծել եմ, որ պատմական եւ իրական Հայաստանը ոչ թե պետք է հակադրել, այլ պետք է ներդաշնակել։ Առանց պատմականի չի լինի ներկան, առանց ներկայի անցյալը վերաիմաստավորել չի լինի, այդ պատճառով սա այն սիմվոլներն են, խորհրդանիշներն են, որոնք իմ կարծիքով պետք է մեզ հիշացնեն, որ ինչքան էլ մենք չմոդեռնիզացնենք մեր երկիրը, մենք այնուամենայնիվ հիմնվում ենք այն կոդերի վրա, պատմական, մշակութային, հոգեբանական, որոնք մեզ առաջնորդում էին ու առաջնորդում են։ Կարճ սա, դրա համար էլ սրանք են, բայց սա ստացվել է, գիտեք, ոչ թե հատուկ է ստացվել, այլ սա ես եմ, սա իմ հիշողություններն է, Հրանտը իմ մեծ ուսուցիչն է, իմ ճանապարհորդություններն են, իմ կյանքն է, իմ փորձն է, այսինքն որևէ ավելորդ բան չկա, որը դրած է միայն նրա համար, որ դրվի։ Ձեր ասած իրական Հայաստանի կոնտեքստում, եթե լուսանկար կախելու լինեք, ինչ կկախեք, որը արտացոլում է իրական Հայաստանը։ Սա բոլոր աստիճ պատմական է։ Բայց նաև սրանք իրական Հայաստանն են, որով եթե չլիներ սա չլիներ այսօրվա Հայաստանը։ Եթե սա սիմվոլը չլիներ, իրականը ուրիշները դնում են եւ դա իրական է, այսօրվա մարդկանց, մեր տեխնոլոգիաները, այսօրվա զարգացող Հայաստանը, այսօրվա դժվարությունները այդ կա, բայց քանի որ ես եւ տարիքով եւ իմ տեսակով մի քիչ ավանդապաշտ եմ եւ ավելի հակված եմ հավատալ ինձ եւ իմ փորձին, իմ պատմությանը, որտեղ մենք 88-ին շատ ժամանակ ասում ենք նույնը, միգուցե այլ բառերով, միգուցե ոչ այդպիսի կոշտ, բայց ասում ենք նույնը, որ Հայաստանը արդիականացնելու բավականին մեծ պոտենցիալ խնդիր պահանջ ունի, նույնիսկ հրամայական ունի, եւ ես ասեմ այն ժամանակ 90-ին ես ասում եմ իմ ընկերոջիս հետ մենք սցենար էինք գրում, որտեղ երեխայի մասին, որը մեր անկախությունն էր, որը հեծանիվ էր քշում, եւ ինքը հատուկ իր պատոհանը ննջասենյակի փակել էր մի հատ պաստառով, որպեսզի չտեսնի Արարատը, որպեսզի չխանգարի Արարատը անցյալը առաջ գնալու համար։ Այսինքն իրականությունից չկատարվելու համար։ Այո։ Չքաղաքականացնենք սա, բայց սա զուտ սոցիալ հոգեբանական զրույց է։ Չէ, հաղորդումն է այսպես կոչվում դրա համար։ Ու չի տալիս հաղորդումը։ Այսքանը, հա։ Կապված ձեր աշխատանքային գործունեության հետ, մի անգամ հարցազրույցում ասացիք, որ դուք հեռուստացույց ու ռադիո ոչ նայում, ոչ լսում եք համարյա։ Դեռ այդպես է։ Խորացել է։ Հեռուստացույցը կա, հա, բանը կա, մոնիտորը կա, միայն այն ժամանակ, երբ որ ինչ որ վիճելի բան կա եւ ես պիտի նայեմ, հա։ Հասկացա։ Այն այդ ժամանակ, բայց դա չի նշանակում, որ մի անգամ էլ եմ ասել, այդ ամբողջ ինֆորմացիան ձեզ բերում են, այո։ Բոլոր այս թղթապանակները կան ամեն շաբաթ, եթե պետք է ամեն օր։ Բայց եթե դուք չեք նայում, որտեղից է եկել այդ վստահությունը, որ ձեզ բերել են այն ինչ որ պետք է եւ չեն բերել այն ինչ որ պետք չի։ Առաջինը վստահությունը այն մարդկանց նկատմամբ, որոնք այդ աշխատանքը վարում են,
Այդ ամենակարևորն է, որովհետև չի լինի ամեն մի մարդու կողքը ոստիկան կամ վերահսկող չես կանգնացնի։ Այնուամենայնիվ նաև վերահսկողական ֆունկցիաներ, այսինքն մենք մի քանի ակի ունենք, որոնք դա նայում են, նաև այն մարդիկ, որոնք ղեկավարում են այդ դեպարտամենտները, չէ, սխալ չի կարող լինի, տարակարծություն կարա լինի։ Կարող է լինել, այդ դրա համար մենք հավաքվում ենք եւ հանձնաժողովի անդամներով արդեն եւ մեր իրավական ծառայության մասնագետներով մենք կարող ենք նայել, որովհետև տասնյակ տարբեր կարծիքներ են լինում։ Արդյոք սա ատելության խոսք է, արդյոք սա խտրականություն է, արդյոք այստեղ կա գովազդի օրենքի մասին խախտում։ Շատ դժվար է, հատկապես որ օրենքները մաշվում են, օրենքները հնանում են, օրենքների մեկնաբանությունը պետք է փոխվի, իսկ օրենսդրական բազան դրա հետևից շատ դանդաղ է գնում։ Այդ առումով, այո, համոզված եմ, այն ինչ գալիս է, ինքը ստուգված է եւ մենք վերջնական որոշում պետք է ընդունվենք ինչ հետևանքներ կունենա այդ, եթե խոսքը գնում է իրավախախտման մասին։ Իսկ այդ վստահությունը ինչ հիման վրա է ձևավորում, դա անձնական հարաբերություններ է, դա գուցե վախն է, այն ոչ շատ վատ իմաստով։ Անհամեստ բան ասեմ, առաջինը իմ տեսակն է։ Ես պետք է վստահեմ, ու շատ երկար վստահեմ, մինչև վերջնական չի հաստատվեմ։ Այսինքն, ես չեմ սիրում կասկածել, ես սիրում եմ վստահել եւ չգիտեմ լավ է թե վատ, բայց իմ հաջողությունների, անհաջողությունների բանալին միշտ դա է եղել, բայց քանի որ ես տարիքի հասել եմ, որ ասենց կաբինետում նստած եմ, ուրեմն նաև հաջողությունների, չէ՞։ Դա է, երկրորդը մարդկանց աշխատանքն է, իսկ նրանք ընտրված են, մենք արդեն երկար ենք աշխատում ասկազմի հետ եւ ովքեր ցավոք այդպես էլ է լինում, չեն կարողանում արդարացնել եւ վստահությունը եւ ունակությունները եւ հմտությունները, նրանք մեզ հրաժեշտ են տալի։ Այդ առումով մենք միշտ աճելու տեղ ունենք, բնական է, բայց այն աշխատանքը, որը մերոնք կատարում են, այդ աշխատանքով մենք գոհ ենք հանձնաժողովի անդամներ, եթե դժգոհ ենք, վիճում ենք, մեր մոտ այդպիսի մեծ տարբերություն չկա հանձնաժողովի նախագահ, աշխատակազմ, հանձնաժողովի անդամներ, այստեղ բավականին դեմոկրատիկ մթնոլորտ է, որը եւս իմ կարծիքով օգնում է մեզ, քիչ թե շատ արդյունավետ աշխատել։ Աստիկ որ մոնիտորինգի սենյակ է դա։ Շատ կուզեմ նաև այդ սենյակը տեսնենք, եթե դեմ չեք գնանք։ Այդ մի համակարգա, բայց գնանք ցույց տամ, ավելի հետաքրքիր է, քան ստեղ նստելը, հատկապես չէ, ոչ թե ավելի, այլ տարբեր է։ Բայց միջև գնալը մի հատ Հրատ Մաթևոսյանի հետ կապված հարց եմ տալ։ Մեկ լուսանկար կա, ինքը տարբեր տեղերում երևում է, ձեր էջում էլ կա Facebook-յան։ Ուրեմն լուսանկարում դուք եք Հրանտ Մաթևոսյանը, Տիգրան Մանսուրյանը, Վանո Սիրադեղյանը, եւս մի քանի հոգի ու ձեր ֆոնի երաժիշտներ են։ Շատ տարբեր տեղերում նկարը կա, բայց պատմությունը չկա։ Կարող է հիշեք ինչ էր կատարվում այդ օրը։ Եվ նաև Ռոման, մեր հայտնի ռեժիսորը Ռոմանը Բալայան, Ռոմայի 55-ամյակներ, ես Ռոմային վաղուց գիտեի, դեռ Մոսկվայում սովորելուց, երբ որ ինքը ռեժիսորը 30-ով մենք ընկերություն էինք անում, եւ մենք որոշեցինք, որ Ռոման պետք է այստեղ իր 55-ամյակը անի, եւ նաեւ երբ որ Ռոման սկսեց գալ անկախությունից հետո Հայաստան, միջև այդ գրեթե չէր ժամանում, ինքը նաև մկրտվեց, եկեղեցում ինքը մկրտված չէր եւ իր խավորը, այսպես ասած, Հրանտ Մաթևոսյանն էր։ Այսինքն ինքը շատ բավականին հետաքրիր այսպիսի Վանոն էլ իրան շատ սիրում է հին եւ մենք Ռոմայի ծնունդից հետո մտանք Պապլավոկ, եւ Պապլավոկում այն ժամանակ առաքյալներ հետո բան կար, խումբ կար, շատ հետաքրքիր, շատ լավ։ Հիմա չգիտեմ կա թե չէ։ Նրանք նվագում են, մենք էլ լուսանկարվեցինք եւ այդ լուսանկարը չգիտեմ ինչի սկսեց պտտվել ու առանց պատմության, Այ իմացանք պատմությունը։ Դա Ռոմա Բալայանի 50 Ռոման Գուրգենի Բալայանի, որ արդեն 80 անց է, ապրում է Կիևում, կիսում է իր երկրորդ հայրենիքի ժողովրդի դժվարությունները, չի գնում այնտեղից, դա Ռոմա Բալայանն է եւ ամեն տարի Ոսկե Ծիրանին գալիս է Հայաստան։ Իմացանք վերջապես, գնանք։ Պարոն Հակոբյան, միջև դուրս գալը Մանդելշտամի հուշատախտակը, սա էլ պատմական Հայաստանի հետ կապ ունի, թե ուրիշ բան։ Միավորում է, անցյալնու Օսիպ Էմիլի Մանդելշտամ, որը տանջամահարեցին Ստալինյան զնդաններում եւ որ 32 կարող է շփոթվեմ 31 թվականին Երևանում էր կես տարով ապրեց այստեղ Երևանում եւ իմ կարծիքով տաղանդավոր, հանճար ամենալավ շարքը գրեց Հայաստանի մասին։ Եվ Հայաստանում որևէ իր մասին հիշողություն չի մնացել եւ այս հուշատախտակը, որը նախկին վարչապետ Արմեն Դարփինյանն էր պատվիրել, ես մոռացա անունը, մի շատ հայտնի քանդակագործի մոտ, որը նաեւ
սախրովի քանդակներ արել, Մոսկվայից տեղափոխել էին Արցախ, այնտեղ ոնց որ թե կորավ, երբ որ Ղարաբաղը կորցրեցինք եւ Արմեն Դարփինյանի ու իմ մտահղացումն է, մենք արդեն գրել ենք քաղաքապետարան, որպեսզի նա ապրում էր նախկին Սվերդլովի փողոցի վրա, այդ շենքերը արդեն չկան, իհարկե, բայց այնտեղ տեղ գտնենք, այ հուշատախտակը դնենք, որտեվ Օսիպ Մանդելշտամը հանճարեղ պոետ էր, որը փայլուն գրում էր Հայաստանի մասին, երկու տող կարդամ. Ах, Еревань, Еревань, или птица тебя рисовала, или раскрашивал лев, как дитё из цветного пенала. Ах, Еревань, Еревань, не город, орешек калёный, я улиц твоих большеротых, кривые люблю Вавилоны. Ոսենք մի մեծ շարք Հայաստանի մասին, մեր եկեղեցիների փայլուն պոետ, փայլուն փիլիսոփա եւ մենք անպայման Հայաստանում իրեն երախտագիտությամբ պետք է հիշենք գոնե sense փոքր հուշատախտակով։ Այմա գնանք։ Գնացինք։ Հիմա գնում ենք որ սենյակը կոնկրետ։ Տեսեք, մենք մի հատ ապարատա ծրագրային համակարգ ունենք եւ ուզում եմ գլուխ գովալ, որտեվ մենք չունենք ոչինչ եւ սա մի քանի տարի առաջ դրվեց 3։ Հա։ Ահա, սա է։ Միջև այդ քանդած սենյակը, չգիտեմ, համարյա գործ չեր արում, իսկ հիմա այս այն համակարգն է, որը թույլ է տալիս մեզ հետևել ծրագրերին, ռադիո ծրագրերին, հեռուստացային ծրագրերին եւ իրավախախտում հայտնաբերումից հետո արձագանքել։ Այսինքն եթերը, կոպիտ ասած, եթերը հայաստանյան, այստեղ հավաքվում է եւ մարդիկ նստած նայում են ամբողջը։ Ամբողջը տեսեք, յուրաքանչյուր լիցենզավորված կազմակերպություն, ռադիո կամ հեռուստածրագիր ամիսը 5 օր է մշտադիտարկում։ Ավել մենք չենք կարող եւ դա լրիվ բավարար է, ամիսը 5 օր, օրինակի համար, ամիսը 5 օր հանրային հեռուստաընկերությունը, ամիսը 5 օր շոակատա, ամիսը 5 օր մարզային ցայք հեռուստաընկերությունը, ամիսը 5 օր Այսինքն 25 օրը ինչ ուզենք կարող ենք անել։ Չէ, գիտեք, մեր մոտ Հայաստանում նույնիսկ շատ ենք մշտադիտարկում, երկրներ կան, որ մշտադիտարկում չկա եվրոպական երկրներում, որտեղ բողոքի վրա է։ Որտեվ այնտեղ հասարակությունը այնպեսին է կամ մրցակիցները, որ բողոքներ են լինում։ Գիտակից այս մեր մոտ ասում են, բայց դուք բողոքում եք, Facebook-ում բան գրեք, ասեք, ինչա, ասում են, բայց հո մենք գործ տվող չենք, հա։ Այսինքն, այս բարքերը, որը մեր մոտ հա քրեական եթամշակույթ են անվանում, ինքը ստիպում է մեզ, հա, մերթ անուամենայնիվ մոնիտորինգ կազմակերպել։ Ահռելի շատ ինֆորմացիա է փաստորեն 45 օր բոլորը հավաքվում են։ Այո, այո։ Իսկ ովքեր են նստած նայում, կարող ենք դա։ Կարող են գնալ նայել, եթե հետաքրքրացած է։ Իհարկե։ Ահա։ Բարև ձեզ։ Սա էլ մեր հանձնաժողովի անդամներն են, մեր գեղեցկուհիները։ Բարև ձեզ, շատ հաճելի։ Հա, այստեղ չեն Տիկին Հակվերդյանը եւ Տիկին Մամիկոնյանը, հանձնաժողովի անդամներ, մեր լավ, մենք շատ ժամանակ վիճում ենք, բայց մենք իրար հասկանում ենք, սիրում ենք եւ փորձում ենք համատեղ ուժերով կարգավորել այս ահռելի բնագավառը։ Խնդրեմ, սա էլ մեր մոնիտորինգի սենյակներից մեկն է, վարչությունը մոտ 4 հոգի են աշխատում, եթե չեմ սխալվում, որոնցից մի մասը այս մշտադիտարկումն են անում։ Մեկ օրվա մեջ, այսինքն մեկ աշխատանքային օրվա մեջ քանի հոգի է անում մշտադիտարկում։ Տեսեք, մեկ օրինակ հեռուստածրագիր, այստեղ կենտրոնն է այսօր մշտադիտարկվում, այսինքն աշխատանքային օրվա ընթացքում այնուամենայնիվ առնվազն 1-24 ժամվա եթերը նայվում է, եթե ժամանակ է մնում, որտեղ բաներ կա, որ արագացվածի վրա նայվում, երբ որ զգում ենք, որ վտանգ չկա, գեղֆիլմ է, ստուգված է, հասկանում եք, հա, բայց այնպիսի մասնագետներ են, որ նրանք կարողանում են այդ 7-8 ժամվա ընթացքում ամբողջ 24 ժամը դիտարկել։ Այսինքն մի հոգին մեկ աշխատանքային օրվա ընթացքում նայում է 24 ժամվա եթեր։ Առնվազն։ Առնվազն։ Դա ոնց։ Դե այդպես, որտեղ ոնց են դիմանում, բայց դիմանում են, տեսեք, ոչ միայն դիմանում են, ժպտերես են, հա, օրինակ բաներում ասում են բանկերում կասայի վրա նստած մարդկանց, որոնք միշտ փող են հաշվում, ամեն տարի փոխում են, որտեղ նրանք հա այդ փողի տեսքից ստեղ չենք փոխում, բայց այդ ժպիտը եւ պրոֆեսիոնալիզմը մնում է, այստեղ կենտրոնն է։ Ձեր մոտ ինչ եք մշտապես։ Ավտորադիո լսողական ծրագիր։
Դուք անի։ ABN լրատվական տեսալսողական ծրագիրն եմ նայում։ ABN լրատվական հեղինակազորված, մենք դրանք էլ, որոնք միայն կաբելում կան, հա, ցանցային օպերատորներում եւ Հանրային հեռուստաընկերություն։ Հանրային հեռուստաընկերություն։ Մեզ լավ կնայեք էլի։ Հա։ Փորձի մի բան գտնել այսօր, հա, որ չկստվել։ Սա, հա։ Սա լուրջ աշխատանք է, էլի։ Երբ որ նրանք ինչ-որ բան գտնում են, տեսեք լրացնելու հատուկ գրածում են, հետո սա եթե ինչ-որ գտնում է, դա հասնում է առաջ չէ, վարչության բաժնի վարիչներին, հետո վարչության պետին, եւ եթե մեջ ինչ-որ բան կա, քննարկումները գնում են, եւ եթե իսկապես արձանագրված է, արձանագրությունը գրվում է եւ գնում է իրավաբանների մոտ։ Այսինքն չի կարա Տիգրան Հակոբյանը կամ որևէ անդամ հանձնաժողովի որոշի այնտեղ խախտում կա թե չէ։ Մենք մասնագետներ չենք։ Այ վերջի այս բաներից, որ եկել եք, ասում կարող եք հերոստատեսության անունը չտալ, եթե կոռեկտ չի, բայց ինչն է եկել, որ ասել եք ինչ ահավոր է սա, ոնց է սա, եթե գնացել, նույնիսկ հասկացել եք, որ իրավաբանի կարիք էլ չկա։ Այ այդքան ահավոր է։ Հա, բաներ կա, որ իրավաբանի կարիք չկա, որովհետև հստակ օրենքով համարագրվում է դրանք մեխանիկական բաներ են։ Ծխելու տեսարաններն կամ բան, բայց վերջինը, որը կապված էր բաների հետ, ամենալուրջ ըստիս Գյումրի համայնքի ավականու ընտրությունների հետ, դա այն էր, որ հեռուստաընկերություններից մեկը հեղինակազորված 100% իր եթերաժամանակի, որը նվիրված էր ընտրությունների, նվիրաբերել էր այսպես ասած միայն մեկ տեխնացուի։ Եվ դրա համար ջղայնացել եք այդ ժամանակ։ Գիտեք ինչ, երբ որ մենք ինչ որ բաներից, հա, ինքը մտահոգում է, որ մենք ի վերջո որոշ կանոններ տիպահենք։ Հատկապես եթե մենք ժողովրդավարության կրողներ ենք մեզ համարում, ապա մենք պետք է այդ բազմազան ինֆորմացիան փորձենք տալ, էլի։ Ես հիմա չեմ ուզում վախեցնեմ ձեր աշխատակիցներին կամ ինչ-որ նեգատիվ բանով ասել, բայց բաներ են նայել ու չեն վախեցել, ոնց կարող է։ Այ ես դա հասկանում, բայց այս գործը իմ մտքով անցավ, ինչ որ մի օր արհեստական բանականությունը չի կարողանալու այս գործը անել։ Անպայման կանի ու շատ լավ կլինի, որ իրանք ինչ են անում։ Նրանք այն մարդիկ են, որոնք իրենց աշխատանքը կգտնեն, այն մասնագետներն են, բայց ես հույսով եմ, որ այս մեխանիկական գործը ուշ թե շուտ պետք է ավարտվի եւ դրանով պիտի զբաղվեն ծրագրերը եւ մեքենաները, ոչ թե մարդը։ Դե չխանգարենք աշխատանքին եւ ուզում եք նաեւ եւս մեկ վայր ցույց տալ, անշուշտ այնտեղ գնանք։ Բայո, շատ կարճ, եթե ժամանակ ունենք, գնացինք։ Պարոն Հակոբյան, այս դահլիճն է, այստեղ որոշումներն են կայացվում, ամենակարևոր, այսինքն ով կմտնի, այսպես ասած, սլոտի մեջ, եթեր ով չէ։ Եվ 7 հոգով եք որոշումներ կայացնում, որպեսզի հավասար ձայներ չլինեն։ Տեսեք, լավ հարց տվեցիք, որովհետև նախկինում հին սահմանադրությամբ 8 հոգի էր, հետո տեսան, որ հավասար ձայների պարագայում խնդիր է առաջանում, չնայած այն ժամանակ էլ եթե ձայները բաշխում էին հավասար, ապա հանձնաժողովի նախագահն ինքը հավելյալ որոշման, այսինքն ինքն էր որոշում, այո թե ոչ, բայց 7-ը փոխեցին, բայց դա էլ չփրկեց, որովհետև վերջի միայն իրադարձություններից եմ ասում, հանձնաժողովի անդամներից մեկը արձակուրդ էր, մենք 6 հոգով էինք եւ ձայները բաշխվեցին 3-3 եւ օրենքը չի ասում մենք ոնց պիտի պարզաբանում չկա օրենքում ինչպես պետք է վարվենք եւ մենք որևէ որոշման չեկան եւ ստիպված կասեցրեցինք մեր նիստը միջև արձակուրդից գա եւ երկրորդը պարզաբանման խնդրանքով նամակ գրեցինք արտադատության նախարարություն, այսինքն մենք բազմաթիվ այսպիսի խնդիրներ ենք ունենում, բայց ես ինչ եմ ուզում ցույց տալ, որովհետեւ եթե կարողանանք պատկերավոր ասած, հանձնաժողովը ընդհանրապես մեր այս ամբողջ կառույցը աշխատում է այստեղ որոշում կայացնելու համար։ Սա այն սենյակն է, որտեղ կայացում են վերջնական որոշումները։ Պատժել, չպատժել, օրենքի ինչ որ նորմ կիրառել, լիցենզիան տալ կամ լիցենզիան կասեցնել, այսինքն ամբողջ մեծ մի համակարգ աշխատում է, որպեսզի հանձնաժողովի 7 անդամները վերջնական որոշում կայացնեն, եւ դա ամենապատասխանատու պահն է, որովհետեւ ես կարծում եմ ամեն ինչի մեջ կարելի է սխալվել, բայց երբ որ դու որոշում ես կայացնում եւ շատ անարդար, որը կարող է մեկին հնարավորություն տա հերարձակել ոչ անարժանին եւ արժանին զրկել դրանից, դա ամենամեծ պատասխանությունն է եւ միգուցե անպագոր խնդրի դա նաեւ մեղք է։ Հասարակություն եւ Աստծո առջեւ մենք փորձում ենք դա չանել։ Ձեր խիղճը հանգիստ է այդ առումով այսքան ժամանակ միշտ արդար որոշումներ եք կայացրել։ Գոնե այդ առումով այո։ Գոնե այդ առումով այո։ Փոքր բաների մեջ միգուցե չէ, միգուցե տարընթերցում կա, բայց լիցենզավորված
անկախ ամեն ինչից ես վերջերս էլ լիցենզիայի մրցույթ կար եւ էլի հավակնորդներից մեկը փրփրեց, բայց տեսեք, երբ որ մի քանի անկերություն մասնակցում է եւ հաղթում է միայն մեկը, Հիսուս Հովսեփիչն էլ երկնքից իջնի, մեկ լիցենզիա 4 հոգու չես կարա տաս եւ 3-ը միշտ դժգոհ են լինում, որովհետեւ ամենը իրեն պատկերացնում է ամենալավը։ Այնտեղ էլ ձայներից դատելով նաեւ հանգստի սենյակ։ Ես մի քիչ գլուխգովան եմ դարձել, սա էլի մենք այս 4 հիմնարկում ստեղծեցինք մի փոքր անկյուն, որտեղ մարդիկ կարող են սնվեն, հանգստանան, հյուրեր ընդունեն, որտեղ մենք չունենք փոքր, բայց մեր միջոցներով արեցինք։ Ուզում մեր հարցը, այսպես ասած, ավանդական, հենց այստեղ էլ տամ ու ամփոփենք, ինչի համար ձեր թիմից այստեղից կհեռացնեք մարդուն աշխատանքից առանց երկմտելու։ Ես հիմա շատ եք այդ պատասխանը լսել խափելու համար։ Շատ ենք լսել, հա, բայց խափելու համար, որովհետև այլ տեսեք, անպարտաճանաչ աշխատանքը, ունակությունների պակասը դա մենք չշտկվելու խնդիրները։ Մարդը նույնիսկ այսպես ասեմ, քո համար անընդունելու որակը, որը շատ ժամանակ ղեկավարները որպես բան են ընդունում, առիթ մարդուն աշխատանքից ազատելու, հա, չէ, այդպես չպետք է լինի, բայց խափեփան նաև այն մարդն է, որը եւ վատ աշխատում է եւ վատ որակներ ունի մարդկային, եւ ես չեմ կարծում, որ խափեփային պետք է պահել աշխատավայրում, այլ պատճառներ ինքը տարիներ պիտի անցնի եւ մարդ ցույց տա, որ ինքը կոմպետենտության պակաս ունի, որպեսզի ես այդպիսի քայլի դիմեմ, այդպես եղել է, ցավոք, մարդիկ հեռացել են այստեղից վատ աշխատանքի պատճառով, բայց ամենաաղմկահարույց եւ շատ արագ որոշման ընդունման առիթը դա խափելն էր, կեղծել ինչ-որ մի բան, սա է։ Շատ շնորհակալություն։